Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 22-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Ժամերը լինում են մեկնաբանության բաժնում, եթե հետաքրքիր է կարող եք սեղմել վրան նայել։ Եվ դե կարող եք նաև նայել ձեր ամսվա նշանը, որպեսզի ավելի լիարժեք լինի, եթե զգում եք, որ սա չի համապատասխանում ձեզ, որովհետև կանխատեսումները ընդհանրապես ընդհանուր են, ճիշտ է, կենթանակերպի նշանով է, բայց ընդհանուր են իրենք։ Համար կարող է նաև ինչ-որ բաներ ձեզ հետ չհամապատասխանի։ Տեսնենք, ինչ է մեզ բոլորի սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 22-ին։ Այս շունը այնքան է հաչում, 3 շուն են, εμείς ոնց որ լացի, ինչ ձև է հաչում, բուլդոգներից է ոնց որ թե փոքր։ Միանում են չեն անջատվում։ Հարգելի առնետներ, այդ օրը որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել եւ ինչ-որ բաներ կարող է ուշանա, կարող է դա բաց եք թողնում այդ պահը եւ հետո ուշանում է մոտապես 1 ամիս այն կուշանա։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, միգուցե քննություն է ուսման կենտրոնում, միգուցե բժշկական կենտրոնում է եւ հույսով լցված եք։ Մի փոքր էլ նաեւ տխուրեք, կարող է տխուրեք գնում այնտեղ այդ հաստատություն, որովհետև չգիտեք ինչ կլինի, հա, այդպես հույս տենտել եք ինչ-որ բանի վրա։ Եվ որվա վերջ ձեր գործերը առաջ կմղեք ինչքան որ հնարավոր է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծ եմ ասեմ, ցուլերին, ժողովուրդ ջան, ցուլերին, գիտեմ ինչու հասա այծերին, ճիշտ ասած այստեղ հեռախոսի մեջ բան եմ կարդում դրա համար շեղվեցի, նայում ենք ցուլերին, ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 22-ին։
Հարգելի ծուլեր, այդ օրը սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի և տատանվում եք, գուցե կարող է ուշանում է և մտածում եք կլինի արդյոք թե ոչ։ Ժամ եք պայմանավորվել կամ կպայմանավորվեք այդ օրը, ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք, այստեղ նաև կարող եք վիճել, խոսել ավելի այդպես իրար չհասկանալ ձեր զույգի հետ, ձեր տան անդամների հետ, իրար ոնց որ լավ չհասկանաք։ Մեկը մյուսի ասածը չընդունի, այդպես երկար մնալու եք ինչ-որ մի տեղ, իրոք, կարող է և դրա համար եք վիճում, որովհետև կարող ձեր երկրորդ կեսին եք սպասում կամ ընտանիքի անդամին ու չկա, այդպես անընդհատ սպասում եք։ Եվ օրվա վերջ բավականին էմոցիոնալ կլինեք, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, հա, ամեն ինչ այդ օրվա սպասման վիճակը, այդպես ինչ-որ մի տեղ երկար մնալը, ի վերջո ոնց որ կանցնի, եւ այդ լավ լուրը ամեն ինչ կփոխի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 22-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը տան հետ կապված իր ինչ-որ հարցեր կան, որոնք որ հնարավորինս կփորձեք առաջ մղել։ Ինչ-որ գործեր, ինչ-որ հարցեր, միգուցե տեղափոխության հետ կապված հարցեր են, մի խոսքով ինչ-որ պահեր են։ Եվ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, եւ սպասելու եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի երեկոյան։ Տան անդամներին։ Մնացած հյուրերին, եթե այդպես ինչ-որ առիթ ունեք, գուցե տարով վագրեք ամսով ցուլ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 22-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հանկարծակի լուր կլսեք, կտրուկ վայցեք քայլ կանեք կամ անսպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա կամ չմտածված վայցեք քայլ կարող անել, այդպես կամ կտրուկ ինչ-որ բան կորոշեք։ Կարիերայում փոքր բարձրացում, առաջ խաղացում ունեք, միգուցե պատվերներն են շատանում կամ աշխատանքն է լավանում, կամ առաջ խաղացում ունեք, հա, ձեր աշխատանքի վայրում, եւ ձեր լուսավոր մի բան տեղի կունենա, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաեւ ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն, հնարավոր է նաև փաթեթ կամ փաստաթղթերի հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք կլուծեք, եւ վիճում եք ստանալուց հետո միգուցե կամ ման եք գալիս ինչ-որ փաստաթուղթ եք փնտրում չեք գտնում դրա համար եք վիճում ունեն դեպս երեկոյան վեճը։ Այստեղ նույնպես հա զույգերը եւս կարող են վիճել, միգուցե կարիերայի հետ է կապված, դա արդեն ձեր կարգավիճակն է, այսինքն ձեր եւ ձեր ընտանիքի անդամների կամ ձեր զույգի վիճել եւ իրար կպնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 22-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ինչ-որ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք, դժվարություններ կան, ինչ-որ մի բան չի ստացվում, որ անեք, դա օձերի պատճառով է, իրենք են մեղավոր, որ կամ իրենք չեն անում, իրենք են այնպես արել, որ չի ստացվում ձեզ մոտ ինչ-որ մի բան, և նաև կվիճեք, ինչ-որ մեկի հետ միգուցե հենց օձերի հետ եք վիճում, հույսով լցված եք, որ ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ կլինի, կամ կկարողանաք վեճով ինչ-որ հարցին լուծում տալ, հանդիպում շփում կունենաք որևէ մասնագետի հետ եւ աշխատանքը որքան հնարավոր է կփորձեք առաջ տանել։ Միգուցե նաև հանդիպեք պետական աշխատողի հետ եւ ինչ-որ գործեր կարող եք ան եւ այդ գործերը ինչ-որ չափով փորձեք առաջ մղել։ Ձեր բիզնեսը եւս եթե ունեք, հա ինչ-որ ձևով կկարողանաք, կփորձեք, այսինքն այդ օրը որտեղ մի քիչ դժվարություններ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին ապրիլի 22-ին։
Հարգելի օձեր, այդ օրը գուցե ձեզ վատ եք զգում և չեք կարողանում շատ գործեր անել ավարտել և չի ստացվում դա անել։ Նաև ոչ է տեղ կարող է նաև չեք կարողանում աշխատել, տուն եք գալիս կամ չեք կարողանում գնալ աշխատանքի, ոչ է նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, փաստաթղթեր կգրանցեք, կուղարկեք և այլն և նաև փաթեթ է որ կարող եք ստանալ։ Ոչ է միտեղ կգնաք երկար կմնաք, ինչ-որ պահեր են այստեղ, կարող բժշկ եք գնում, կարող մեկ այլ հարց է, տան հետ կապված հարցերը առաջ կմղեք կամ կփորձեք առաջ մղել այդ օրը, կխոսեք որևիցե մասնագետի հետ, միգուցե տուն եք փնտրում, տեղափոխվում եք, կարող ինչ-որ հարցեր են և մասնագետի հետ պետք է քննարկել դա։ Եվ սիրված կլինեք, ձեզ լավ կզգաք, սիրո խոստովանություն կարող են ձեզ անել, դուք անեք, նաև հարազատների շրջապատում լինեք, երեկոյան ոնց որ ամեն ինչ կարգավորվում է, առավոտյան է, որ ինչ-որ պահեր չեն ստացվում, նաև տան հետ կապված հարցերը եւս, էլի նորից գնալ ինչ-որ միտեղ մնալ, որ հանդիպեք այդ մասնագետի հետ, որ խոսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին ապրիլի 22-ին։ Հարգելի ձեր, այս շները գլուխս տարան, չեք պետք է ասի, արդեն 1 ժամից ավել է, իրանք հաչվում են։ Ինչ շպրտամ աստաղից ասեք, ծայները կտրվի։ Ուրեմն այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին կսպասեք, ինչ-որ բանի կսպասեք, առավոտյան նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, որոնք որ կգնաք անեք, կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, բանկ եւ այլն, կարող է այնտեղից է, այնտեղ հետ է կապված, բայց հետո տխրում եք, ինչ-որ մի բան այնպես չէ, հետո տխրում եք եւ հետո սեղանի շուրջ եք նստելու, ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք եւս էլի կարող հանդիպել պետական աշխատողի հետ, նաեւ եթե բիզնես ունեք, բիզնեսը առաջ կտանեք, հարցազրույցի կգնաք եւ երեկոյան հանդիպում ունեք 2 տարբեր կանանց հետ, երկուսն էլ ընկել են։ Մեկը լավն է, մյուսը ոչ այդքան։
մյուսը սրտի դամեն է, մյուսը ղարի դամեն է, այնպես որ երկու տարբեր կանանց հետ կհանդիպեք, չեմ կարող ասել ով է, բայց երեկոյան եք հանդիպելու, մեկը կարող է հարևոնը, մյուսը եսի մոր, այն մյուս հարևոնը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 22-ին։ Հարգելի այծեր, այդ օրը մտքերի մեջ կլինեք, ինչ-որ մեկի մասին եք մտածելու, ինչ-որ բանի մասին եք մտածելու, կգնաք ինչ-որ միտեղ երկար կմնաք, երկար կսպասեք ինչ-որ բանի, կամ միգուցե դանդաղում է, միգուցե կանգնած է դեռ դրա համար, ինչ-որ այդ բանի մասին եք մտածում, թե ինչու է կանգնած, ինչ անեք, որ առաջ գնա։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում այն ինչ, որ այդ օրը կանեք։ Եվ հույսով լցված եք երեկոյան, հույսով սպասում եք, հույսն դել եք ինչ-որ բանի վրա կամ ինչ-որ մեկի վրա եւ այդպես քնում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 22-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, ոմանք հրավերք կստանան որևիցե առիթի, հարսանիքի իհարկե կամ նշանադրության, նաև դա կարող է լինել գործարք, որ կնքում եք։ Ոմանք իրոք այստեղ կարող է սկսեն աշխատել
հիվանդանոցում կամ այնտեղ ինչ-որ գործարք եք կնքում, ինչ-որ պայմանագիր է, ինչ-որ մեկի համար, ինչ-որ պահեր են այստեղ նաև։ Ոմանք այցել են կոսմետոլոգի մոտ, ոմանք այցել են հիվանդանոց, ինչ-որ հարցերի համար, նաև օձեր կան ձեզ շրջապատում, բամբասանք, նախանձ, եթե ձեզ ամուսնության առաջարկ են արել, փորձեք շատ չկիսվել, որովհետև նախանձում են ձեզ։ Կարիերայում մի փոքր առաջ խաղացում ունեք, առաջ կգնա ձեր գործերը, հարաբերությունները նույնպես, միայն գործերը չեն դրա մեջ։ Ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը անելու, ոմանք նաև հանդիպում պետական աշխատող հետ կունենան, հարցազրույց եւ այլն։ Եվ կտրուկ 6 քայլ կարող եք անել, գուցե նաև անմտածված, գուցե սա նաև ինչ-որ կտրուկ որոշում եք կայացնում, վերջնական որոշում եք կայացնում եւ հետո ինչ-որ մի բան պետք է անեք։ Գուցե քնելուց եք այդպես պարկում եւ այդ որոշումը կայացնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին ապրիլի 22-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, ինչ-որ մարդիկ ձեզ կզանգարեն կամ դուք կզանգարեք, բայց վեճ կա, կարող վիճել նաև ինչ-որ մեկի հետ։ Սպասման մեջ եք լինելու, կսպասեք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին, օրվա ընթացքում տան հետ կապված իրադարձություններ, միգուցե առիթ է, միգուցե տեղափոխվում եք, միգուցե ինչ-որ հարցեր եք լուծում տան հետ կապված, տուն եք մաքրում ու բորգա եք անում։ Եվ ոմանք այդ օրը սիրո խոստովանություն կստանան, կանեն սիրո խոստովանություն, նաև ձեր սիրված կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 22-ին։
Հարգելի շներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, նաև ինչ-որ բան է ուշանում, մոտավորապես 2 ամիս են կարող է ուշանալ, գուցե պետական հիմնարկության հետ է կապված, գնում եք, իմանում եք, որ ինչ-որ բան դեռ պետք է սպասեք, դեռ մոտավորապես 2 ամիս պետք է սպասեք ինչ-որ բանի։ Դա կարող է լինել ուսման կենտրոն, դա կարող է լինել բժշկական կենտրոն, բանկ եւ այլն, ինչ-որ բան կարող եք դիմել եւ սպասել։ Կամ ուշանում եք, դրա համար եք գնում։ Գնում եք, տեսնեք ինչ է կատարվում, ինչու չկա։ Եվ այդ օրը որևիցե ոլորտ ձեզ մոտ կզարգանա, առաջ կգնա, առաջ խաղացում ունեք, զարգացում, յուրաքանչյուր բան դա կարող է լինել, անձնական կյանքից մինչև գործնական կյանք։ Եվ երեկոյան եւս ձեր գործերը կփորձեք առաջ մղել, հնարավորինս ինչքան որ հնարավոր է, առաջ կմղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 22-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, հնարավոր է կամ իրենց հետ եք գնում, կամ իրենք են գալիս ձեզ մոտ։ Եվ երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, միգուցե նամակ է, փաթեթ է, SMS է, որը սպասում եք, եւ աշխատանքի հետ կապված ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, ոմանք կհանդիպեն պետական աշխատող հետ, ոմանց մոտ է սա կարող է աշխատանքի վայրից է, որևիցե նորություն, որը կլսեք, կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։